Ամենի մարդու կյանքում լինում է, որ ամեն ինչից ավեսն ընկնում է, բայց եթե ստացվում է, ամեն ինչ թողնում է, ուրախությունը ներս մտնում է. Գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։
Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից, մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում, եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջհատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է Մարիա Բյութի սալոն։ Մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ եւ վերջապես եկավ տարվա իմ ամենասիրելի եղանակը։ Դա Իսկ ո՞րն է տարվա քո եղանակը։ Դա աշունն է։ 5-րդ իմ եղանակը աշուն։ Աշունն է։ Բայց ամառ է, չէ՞։ Ամառ է։ Իսկ մեկը դա ամռան առաջին օրն է, բայց ոչ Վանաձորում։ Առհասարակից Վանաձորում ամառը ընդամենը մեկ։ Վանաձորում գարուն, աշուն ձմեռ, նորից գարուն։ Նա ուզում է ասել հարգելի հեռուստատողներ, որ տարվա եղանակները բոլորը սովորել է, որպեսզի այսօր մեր հյուրերից Փոքրիկների հետ ամեն ինչ սովորում ես։ Այո, հյուրերի հետ նաև կարողանա զրույցի բռնվել։ Ասում ենք բարի երեկո, այսօր 2025 թվականի հունիս ամսվա առաջին օրն է։ Այսօր ամռան առաջին օրն է, որն ազդանշում է նաև երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ռավ դու փոքր ժամանակ չավեճի ես եղել, թե խելոք տղա ես։ Չէ, շատ խելոք երեխա եմ եղել, փոքր ժամանակ, այո։ Ես որտեղ նստել եմ, այնտեղ քնել եմ եւ Իսկապես մերոնք գտել են երեկոյան ժամերին, ինչ գիտեմ որտեղից։ Ես հենց հիմա հարց եմ ուղում Ռաֆի մայրիկին, տիկին Անահիտ, նա ճիշտ է ասում, թե ոչ։ Սա կգրի, այո։ Այո, ես վստահ եմ, որ պատասխանը կստանաք նաև հաղորդագրության միջոցով, հենց հաղորդման ներքո։ Այո, իսկ մեր քաղաքում շարունակվում է տոնական միջոցառումները, դեռևս ժամանակ կա վայելելու, ամբողջ քաղաքի տարածքում կարող եք վայելել միջոցառումներ, ինչպես նաև այսօր լավ իրադարձություն եղավ նաև Ստեփանավանում, չէ՞։ Այո, առհասարակ հարգելի հեռուստատողներ, եթե այսօր չեք հասրել ձեր բալիկներին գեղեցիկ տոն մատուցել, հոգ չէ։ Առհասարակ հետաքրքիր է նաև, որ կարողանաք ցանկացած օր տոն դարձնել, ոչ թե հենց տոն օրերին, հա, հետո հունիսի 2-ին մոռանանք, որ երեխաների պաշտպանության օրն է եւ մի լավ ծեծել։ Ինչու Ռաֆը որոշեց Ստեփանավանի մասին ասել, այո, իսկապես հրաշալի այգի է բացվել Ստեփանավան քաղաքում, հենց քաղաքի սրտում, մանկական այգի, որտեղ ժամանակակից ատրակցիոններ, ժամանակակից լուծումներ, հետաքրքիր կարուսելներ եւ պարզապես միջավայր, որ ձեր փոքրիկին իսկապես մանկության հետաքրքիր մոլորակը տեղափոխի։ Մենք էլ կարելի է տեղափոխել երեխաները։ Ասեմ, որ ես 3 փորձեցի։ Բատուտ օրինակ կարելի է։ Բատուտ։ Ես փորձեի իմ թեթև քաշով։ Քո թեթև քաշով, բայց ես քեզ խնդրում եմ, դու անիվը չբացրու։
Անիվը չեմ բարձանա ես։ Չէ, անիվը իսկապես Կաթված կստանամ։ կոթված։ Հարգելի հեռուստադիտողներ, տոնական երեկոն եւ տոնական օրը շարունակվում է քաղաքի տարբեր անկյուններում այսօր նաեւ Վանաձորում տարբեր իրադարձություններ։ Այդքան էլ ճիշտ։ Փուչիկ է փռշտած։ Փուչիկն ընկավ սեղանի տակ մի օր գմփ։ Իմ սիրելի կանաչ գույնը։ Թավջան դու դեռ գույները չես սովորել։ Հարգելի նա ուղղակի ուզում էր ասել այդքան էլ ճիշտ։ Իմ աճական ջայլևս չի լսում։ Տվեք ինձ ծանոթ բժշկի համար։ Արի երաժշտություն լսենք, հետո կխոսենք քիչ կոկորտական ջամբոնի մասին։ Գնացինք երաժշտություն ենք լսում եւ վերադառնում։ Աշնանգույների նախշուն խաղիկն ես, դու ծմեր պապիկի անուշ բալիկն ես, դու գարնան ծաղկունքիս հող ու շաղիկն ես, դու ամրան հովերի երկու տաղիկն ես, մեկը հունիսի, օրը խինդով լի է, դու ինձ հետ կիսի, դե եկեք պարբերնեք, երկեք միասին, մանուկների Համով հոտով թորնիկն ես պապիկի, անուշու կնքուր սերն ես կոտատիկի, դու հավերժ բաբախող սիրտն ես մայրիկի, հույսի հավատի դուրն ես քո հայրիկի, մեկը հունիսի, օրը խինդով լի է, դու ինձ հետ կիսիր, դե եկեք պարբերնեք երկեք միասին, մանուկների Եվ այժմ սիրելի հեռուստադիտողներ, մենք պետք է ներկայացնենք մեր հաղորդման գործընկերներին, հաղորդման գործընկերն է Դավշին շինարարական կազմակերպությունը։ Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ մատչելի գներով հասցեն Աղայան 48 կոտորակ 1 հեռախոսահամարները 0322 466 00 091 0466 00 098 17 26 62 շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները կարող եք գտնել Դավշինում։ Հաղորդման գործընկերն է Իմպերիա կահույքի խանութ սրահը, որը գտնվում է Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 հասցեում, Գլորիա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Գնի եւ որակի հարմարավետություն Իմպերիա։ Ասում շնորհակալություն նաեւ հաղորդումը սպասարկող Նունե Վարդանյան դիմահարման ուսուցման բուժական կենտրոնին, որը գտնվում է քաղաք Վանաձոր, Հայքի հրապարակ, Տիգրանետ 39 կոտորակ 1 հասցեում։ Այն ժամանակ մեզ մոտիկ էր, չէ՞, Նունե Վարդանյանը մի քիչ հեռացա։ Հիմա էլ է մեզ մոտիկ, բայց իհարկե կիլոմետրով քիչ հեռավորություն կա։ Եվ ասում շնորհակալություն նաև Մարիա Բյութի սալոնին, իդեմս Վարսահարդար Սյուզաննային, գեղեցկության սրահը գտնվում է քաղաք Վանաձոր, բազում թաղամաս,
Համբարձումյան 17-ի կոտրեք 2 հասցեում։ Եվ իհարկե մեր հաղորդումները կարող եք գտնել եւ տեսնել Facebook-յան էջում, բաց սենյակ օգտատիրոջ միջոցով կարող եք տեսնել մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաեւ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների համար էլ հասանելի ենք տարբեր տեսակի կաբելային ցանցերի միջոցով։ Իսկ Հայաստանում հասանելի ենք Ovio, Team Telecom եւ իհարկե Ucom ցանցերի միջոցով։ Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, այս պահին ես առաջարկում եմ եւ մենք առաջարկում ենք երաժշտություն, հետո նաեւ մեր գործընկերների հոլովակները ու հյուրասրահային, ամենաուրախ, ամենահետաքրքիր, չտպտան, ամենաբարի, ամենամաքուր էակներին ենք ընդունելու մեր տաղավարում։ Շատ սիրուն բալիկներ ենք ընդունելու մեր տաղավարում։ Շատ խելացի։ Շատ խելացի։ Գնացինք վերադառնանք քիչ անց հյուրասրահում։
Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավ Շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ Շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Այո, մենք շարունակում ենք Ֆորտունայի եթերում բաց սենյակ հաղորդումը եւ շարունակում ենք ընդունել մեր ջերմ ու հրաշալի փոքրիկներին։ Հունիսի 1-ն է եւ մենք շարունակում ենք խոսել հունիսի 1-ի մասին եւ իհարկե դա երեխաների պաշտպանության օրն է։ Հարգելի հեռուստադիտողներ, իհարկե մենք այս ընթացքում եւ այս շաբաթ մեր հաղորդումն ամբողջապես նվիրեցինք աշխարհի ամենաբարի, ամենապարզ էակներին, մեր երեխաներին եւ առհասարակ երեխաների պաշտպանության օրը պետք է հիշել ոչ միայն հունիսի 1-ին, այլ նաեւ տարվա բոլոր օրերին։ Սա կարեւոր է մեզ համար եւ հուսանք, որ միայն այդ օրը չէ, որ նրանց պաշտպանել է պետք։ Համոզված եք, չէ, երեխեք, որ մենակ հունիսի 1-ին պետք է ձեզ լավ նայեն։ Իսկ մեր բալիկներից շատերի դեմքերը վստահ եմ ձեզ ծանոթ են Ֆորտունայի տարբեր նախագծերից։ Եվ նրանք արդեն մեծացել են, արդեն եկել են, կամաց արդեն դառնում են դեպի պատանիներ ու շատ սիրուն բալիկներ են այսօր մեր տաղավարում ներկայացնում ենք մեր հյուրերին։ Շատ չարաճճի երեխա է եղել երեխեք ջան։ Նա միջև նա շատ չարաճճի է ու չի թողնում որ դուք ծանոթանաք ինձ հետ։ Եկեք մենք ծանոթանանք։ Դու ով ես։ Բարձր ես ասում ես դու ապրեսն ես, որտեղից ես եկել։ Ես ապրեսն եմ, եկել եմ որտեղից։ Վանաձորից ես եկել։ Դու ով ես։ Ես Էլինան եմ, եկել եմ Վանաձորից։ Ես Լիլին եմ, եկել եմ Վանաձորից։ Բոլորը Վանաձորից են այս անգամ։ Ես Թերեզան եմ, եկել եմ Վանաձորից։ Նրանք բոլորը եկել են Վանաձորից, դու ով ես։ Ես Նարեն եմ, եկել եմ Վանաձորից։ Ես Անահիտն եմ Վանաձորից։ Ես Գորնեն, որ եկել եմ Վանաձորից։ Միշտերիդ ոչ Վանաձորցին ես եմ փաստորեն, ես է Ռաֆայելն եմ, եկել եմ ոչ Վանաձորից։ Ով է սիրում ամենաշատը հունիսի 1-ը երեխեք։ Ես։ Դու ինչ ես խոսում ռուսերեն։ Սիրում ես ռուսերեն։ Հայերենն ավելի լավ չէ։ Օրինակ ինչու համար եք սիրում հունիսի 1-ը։
Ով կարաս։ Ումից ենք սկսում։ Բերեք հերթով ասենք։ Գոր ինչու է սիրում հունիսի 1-ը։ Ես սիրում եմ հունիսի 1-ը այն ձևով, որ երեխաները ուրախ են լինում։ Պաղպաղակներ են ուտում։ Պաշտպանված։ Եվ այդի տոննա։ Ես շատ եմ սիրում հունիսի 1-ը, որովհետև բոլոր երեխաները ուրախանում են, նվերներ են ստանում, համերգներ են կազմակերպվում ու լավ տեղեր են գնում։ Մենք Նարեի վարսերը հետ ենք տանում, որպեսզի Նարեի ձայնը լավ լսվի։ Ես հունիսի 1-ը սիրում եմ նրանով, որ երեխաները այդ օրը շատ են ուրախ լինում, լիք նվերներ են ստանում, իրենց ծնողների կողմից լավ բաներ։ Իսկ վարդագույն մազափունջը քո մազերի մեջ հայտնվել է հունիսի 1-ի հետ կապված։ Գունավոր։ Պայծառ էլի, հա։ Շատ է Ինչը տակիր է։ ես սիրում հունիսի 1-ը։ Հատուկ ինչ-որ բանով չեմ սիրում հունիսի 1-ը, որ բանա, ընդհանրապես բոլոր երեխաներն էլ բոլոր օրերին երջանիկ են եղնում, բայց այդ օրը հատուկ իր ուրախություն ունի, որ բոլորը սիրում են։ Հունիսի 1-ը սիրում եմ նրա համար, քանի որ դա միջազգային օր է, եւ երեխաները այդ օրով իրենց ամեն օր տեսքում են պաշտպանված ծնողների կողմից։ Ապրեսը։ Ես սիրում եմ հունիսի 1-ը նրա համար, որ այդ օրը երեխաները պաշտպանված են լինում ու ամեն օր։ Ինչ է նշանակում երեխաները պաշտպանված են, ով կասի ինձ։ Ինչից ու կամումից են պաշտպանում մարդիկ երեխաներին։ Մանյակներից։ Հատկապես մեր օրերում շատացած մանյակներ։ Դուք Իսկ հիմա պաշտպանվածը ավելի շատ որ ուրախացնում են այդ իմաստով։ Երևի չար մուլտֆիլմներից կամ ինչ-որ բաներ։ Չարից։ Պաշտպանվել իմ կարծիքով ընդհանուր կտրվել այս մեր իրականությունից։ Այդ օրը ինչ-որ տենց։Ահստական իրականություն է։ Իսկ ինչ եք մտածում երեխաների համար պետք է միայն հունիսի 1-ը լինի, թե ամբողջ տարին պետք է երեխաները ուրախ լինեն։ Ամբողջ տարի։ Երեխեք, մաման, պապան չեն լսում ձեզ։ Չեն լսում էլի։ Հիմա մենք խոսում ենք, այստեղ հավաքվել ենք, որ անկեղծ խոսանք։ Ամենաշատը գոր մամային ես զայրացնում, թե պապային։ Թե երկուսին միասին։ Ինքը ջղայնացնում։ Հայրիկիս։ Պապան չի լսում, չէ՞ հիմա մեզ։ Դոստը չի։ Ինչ է ջղայնացնում ամենաշատը հայրիկին, հա։ Ինչ ես անում գորջան, որ ջղայնացնում ես։ Մեկ շատ բան եմ ուզում առնիմ համար։ Ուրեմն, որ ժամանակ որ ուզում ես շատ առնեն, այդ ժամանակ ասա, որ հունիսի 1-ը քեզ համար։ Ասա ամեն օր հունիսի 1-ը եւ կստացվի հաստատ է։ Ապրեսում ես ամենաշատ զայրացնում։ Մամային։ Բա հետո ո՞նց եք հաշտվում իրար հետ, մամայի հետ, ո՞նց եք հաշտվում։ Դա մեր գրոպրանցնի, մամայիկիս ասում եմ, մամայիկիս հետ խոսում եմ մի քիչ, հետո մամայիկիս մոռանում ու ես իրար շատ ես նայացնում, ասում եմ կամ ինչն եմ դուրս, ինքը չի թողում, երեջ գրոպը խոսում եմ իրար հետ, հետո բանը։ Թողնում է։ Ասեմ ինչ անես որ շուշուտ հաշտվեք, երբ որ իջնում ես դուրս, այնտեղից ծաղիկ վերցու տար մամային տես ինչ լավ ալու ստացվում է։ Կամ էլ պաչիկ։ Որպես հուշում։ Բայց կարող է ծաղիկ չկա իրենց բակում։ Ծաղիկ չկա, պաչիկ հո կա։ Պաչիկ կա։ Ստացվում։ Դու ինչ ումաց ամենաշատը զայրացնում, քանուն ինչպես էր։ Էլինա ջան, դու ամենաշատը ում ես զայրացնում մամային, պապային։ Մամային։ Էլի մամա, խեղճ մամաներ։ Ինչու՞ չէ նաև խեղճ պապաներ շատ դեպքերում։ Չէ, դու չես, իսկ թվում է իրանք էլ են պապաներին։ Հա, երեխեք։ Պապային, մամային։ Գոր շատ բարակի ծիծաղ։ Ես միշտ մամայիս եմ ջղայնացնում։ Միշտ մամայիս եմ ջղայնացնում։ Մայրիկիների։ Հարգելի մայրիկներ, անջատեք հեռուստացույցի եւ մի լսեք ձեր բարիկների եշերը։ Մարե ջան, մամային է շատ ջղայնացնում։ Մամային։ Միայն դու էի պապային ջղայնացնում փաստորեն, հա։ Եկեք նա ստացվում այդպես։ Շատ շուտով մի քանի տարուց դուք արդեն դառնալու եք ապագա մասնագետներ, չէ՞։ Ինչ մասնագիտություններ եք ընտրել, օրինակ դու ինչ ես ուզում դառնալ։ Ես դեռ չեմ որոշել։ Ուզում ես ինքնա որոշենք բոլորով միասին։ Ես գիտեմ դու ինչ ես ուզում դառնալ։ Սպասի ուրիշներին լսենք, հետո կասեմ դու ինչ ես ուզում դառնալ։
Ապրես ինչ ես ուզում դառնաս, որ մեծանաս։ Զինվոր։ Հիմա զինվոր թե ոստիկան զինվոր։ Երկուսն են։ Մենք երեխաների ձեռքից փչիկները վերցել ենք եւ մենք ենք խաղում։ Նկատեցի՞ր։ Մենք ենք մեր մոր երեխաները։ Ես ուզում եմ դառնալ բարուսույց եւ դերասանուհի։ Բարուսույց եւ դերասանուհի։ Ես ուզում եմ դառնալ բժշկուհի, բայց նաև երկրորդ մասնագիտություն եմ ուզում ունենալ, որ ազատ օրերին դրանցով զբաղվեմ, SMM կամ influence ավելի շատ։ Ժամանակակից մասնագիտություն։ Դարի հիվանդություններն են արդեն բուժում։ Բժիշկ ես դառնում։ Ինչ մասնագիտություն ես։ Ես ունեմ 3 նախընտրած ծրագրավորում բժշկություն, մեկ է երկ, բայց ինձ թվում է ավելի շատ համ երկը, համ բժշկությունը։ Երկող բժշկուհի թող դառնա։ Մայրիկս էլ ատենց ասում։ Ես ուզում եմ դառնամ ծրագրավորուհի։ Իսկ բլոգեր։ Դա էլ երկրորդ մասնագիտություն, որ ազատ օրերին որպես հոբի։ Ծրագրավոր։ Դու ինչ որոշեցիր։ Դու ուզում ես դառնալ բժիշկ, ես զգում եմ։ Ոչ։ Ինչու՞։ Ես ուզում եի դառնալ վերապատրաստող։ Ում էիր ուզում վերա։ Սրտաբանների։ Այսինքն Սրտաբաններին պետք է վերապատրաստել, որ լավ սրտաբան դառնան, հա։ Հա։ Ինչի՞։ Վատ են հիմա։ Փորձի, բայց դառնաս վերապատրաստող ոչ միայն սրտաբանների։ Ես բժշկության մեջ սրտաբանություն եմ ընտրել։ Մեր այսօրվա հյուրերը շատ էին, հա, ապագա բժիշկներ հարկելի հաստատիտողներ։ Դա տեսնես ինչից է երևի կարիքը կա, չէ՞։ Չէ՞, գոր։ Հիմա ինձ ասեք, հետևյալ հարցի պատասխանը, եթե մեծանաք ու դառնաք երկրի ղեկավար, ինչ կանեք երեխաների համար։ Ինչ կուզեք, որ ունենան երեխաները։ Մտածել եք այս մասին։ Ասա։ Եթե ես լինեի այս երկրի կառավարողը, նենց կանեի, որ ընդհանրապես հեռախոսները վերանային ու հեռախոսների փոխարեն երեխաների ուղեղը լցվեր, որովհետև ամբողջ օրը իմ կարծիքով բոլոր երեխաները հեռախոս են սիրում։ Հիմա դու հեռախոս սիրում ես։ Ես ձանձրանում եմ հեռախոս նայելիս։ Բա որ ղեկավար դառնաս, քո ձեռքից հեռախոսը կվերցնես։ Ինձ երեխաների, դե հա, քո ձեռքից ես վերցնի։ Ուրիշների ձեռքից կվերցնի։ Ինչ կփոխվեր։ Օրինակ դու դառնայիր մեր երկրի ղեկավարը։ Ես որ լինեի երկրի ղեկավարը, այնպես կանեի, որ գողությունները այսպես չեղնեին, երեխաների համար միշտ sense քաղաքը լուսավոր պայծառ լիներ ու տեսելի։ Հասկողությունը կուժեղացնեիր։ Ապրես։ Ես որ ես դառնայի երկրի ղեկավարը, ես այնպես կանեի, որ երեխաները վերանային ու հերախոսներ ձերքի երեխաներին ես նրանց տրավմատологիա խնդիրներ։ Ինչ լավ որ դուք այդպես եք մտածում, քանի որ դարի հիվանդությունը հենց Թերեզան, ես գիտեմ, ուզում է դառնալ երկրի կառավարիչ, նախագահ, վարչապետ։ Չես ուզում։ Գոր, եթե դու կառավարեիր մեր Հայաստանը։ Եթե ես լինեի Հայաստանի վարչապետը, ահա, ես կասեի, որ գողություններ չանեն եւ հեռախոսներից ջնջեին այն բաները, որոնք ուղեղը ջնջում են։ Այդ որ բաներն են, որ ուղեղը ջնջում են։ Դե խելացի խաղերը մնային, բայց ապուշ խաղերը չէ։ Հա։ Եվ շորտերը, օրինակ։ Հա։ Հետո ես կասեի, որ երեխաներին ավելի շատ սովորացնեին եւ ավելի շատ դպրոցի։ Հա։ Մարիա ջան, պատկերացրու երկրի ղեկավարը հենց դու ես։ Ես երեխաների համար լիքը լավ տեղեր կբացեի, որ համ զարգանան, համ խաղան այնտեղ ու իրանց լիքը խաղալիքներ կնվիրեի, գրքեր կնվիրեի, որ սովորեն ու խաղան։ Սիրելի մուլտֆիլմ, որ կուզեիք դուք ապրեիք այդ մուլտֆիլմի մեջ, հերոսուհին դուք լինեիք։ Ասեք։ Չեբուրաշկա։ Ինչի։ Լավն է, Չեբուրաշկա։ Հա, մինչև հիմա նայում եմ։ Իսկ կոկորդիլոս կենան լավ չի։ Լավ է։ Բայց Չեբուրաշկան է։ Ինչն է սիրում Չեբուրաշկայի։ Ականջները։ Ես էլ եմ շատ սիրում ականջները։ Եկա։ Մեծ, ասա։ Ես սիրում եմ շատ SpongeBob
Օ, ուսացիր կորեացական։ Բել է սիրում SpongeBob-ին։ Երկրորդ։ Ասեք։ SpongeBob-ն ու Tom and Jerry։ Ապրես Tom and Jerry Ռաֆիսյանն է։ Շատ սիրում։ Հիմնականում մուլտֆիլմներ չեմ սիրի, տենց հրաշք, տենց որ ինչ որ հրաշք կատարում, այդպիսի ֆիլմեր եմ սիրի, բայց որ մինչև հիմա ես դա սիրում եմ, դա մինյոններն են, որ ընդհանրապես ինչ որ արկածի են հանդիպում։ Կուզեի՞ր մինյոն լինել։ Ես Այն դեղին մարդը, միաճկան։ Կամ էլ կուզեի բան Pink Panther-ան եղնեի։ Շատ ժամանակակից։ Վարդագույն Պանտերան ինձ թվում է ինքը կսիրեր, չէ՞։ Հա, սիրում եք եք։ Նարեի սիրած։ Իրա դերը տենց արկածային է, դրա համար։ Հա, շատ հետաքրքիր։ Եթե մուլտֆիլմ ընտրեի Միչելեն դեպ ռոբոտների մեջի աղջիկը, ով հեռախոսների դեմ պայքարում է ու նենց անում, որ իրանց երկում հեռախոսներ չեղնեն։ Ախեք, ոնց է ստացվում, որ բոլորդ ուզում եք հեռախոսների դեմ պայքարել, բայց բոլորդ վստահ են խաղում եք հեռախոսով։ Ոչ։ Դու չես խաղում։ Ով չի թողնում որ խաղաս։ Ոչ մեկ։ Ուղղակի դու չես սիրում։ Դու արդեն մեծ տղա ես։ Սիրում դրսում խաղալ։ Ամենաշատը բեյսբոլ, ֆուտբոլը вообще չեմ սիրում։ Որովհետև անընդհատ վեր եմ ընկնում ու միտեղս քերձում եմ։ Որում ես միշտ տեղնում։ Դարպասապանները, բայց շատ կարևոր են ֆուտբոլի մեջ։ Քեզ վստահում են այդ պարտականությունը, որ դու անես։ Շատ լավ։ Երեխաներ, ինչ կմաղթեք ձեր ընկերներին եւ աշխարհի բոլոր երեխաներին հունիսի 1-ի արդիվ։ Ով է ուզում սկսել։ Ասեք։ Ես կմաղթեմ բոլոր երեխաներին, որ առողջ լինեն, երկար կյանք ունենան ու նրանք հեռախոսներ շատ չունենան։ Ապրեք։ Այսօր հեռախոսների Հեռախոսը դարձել պահել եմ։ Այդ պահի թե չէ կնկատել։ Չպահեմ, թաքուն տեղ։ Ինչ ենք մաղթում։ Ես կմաղթեմ, որ նրանք իրենց միշտ պաշտպանված կան, որ պաշտպանված են իրենց ծնողների եւ բոլորի կողմից եւ կուզեի որ նրանք լինեին, այսպես ինվալիդները, հիվանդները լինեին միշտ առողջ։ Ես ոչ միայն երեխաներին, այլև բոլոր մեծերին, որովհետև մեծերն էլ իրենց մայրիկի երեխաներն են։ Ոայ, վերջապես մենք ենք էլի ոնց որ երեխա շատ ժամանակ։ Կմաղթեի, որպեսզի աշխարհում լինի միայն խաղաղություն ու երեխաները շատ տեղեր գնային, իմանային այնտեղ ինչ պատմամշակութային կոթող կա ու ամեն երկիրը իմանային իր յուրահատկությամբ։ Ճանապարհորդել ես ուզում։ Այո։ Ես երեխաներին կմաղթեի, որ նրանք շատ տեղեր խաղան, ավելի շատ տեղեկացված լինեն իրենց հայրենիքի մշակույթի մասին ու պաշտպանված կան իրենց։ Ցույց գորի ինչ ասեց sense նոր։ Միշտ վարդագույն մազեր ունեն։ Երեխաներին կմաղթեի այդպեսի բան։ Վարգույն։ Նայած երեխա։ Ես երեխաներին կմաղթեմ խաղաղություն, որ խաղաղ երկրի տանք ապրեն, առողջություն չհիվանդանան, լավ իմանան ավելի շատ իրենց հայրենիքի մասին, շատ ճամփորդեն, ուսումնասիրեն մշակույթները ու լավ սովորեն։ Ապրեք։ Գոր։ Ես կմաղթեի երեխաներին եւ մեծերին, որ նրանք առողջ լինեն, լավ բախտ ունենան, միշտ ուրախ զվարթ ապրեն եւ ոչ մեկ ձախ ոտքից չարտնանա։ Հա։ Ժողովրդական խոսք կա, չէ՞, ձախ ոտքի վրա ես մեր կացել, հա։ Դու տենց բաներ լավ գիտես, հա։ Ուզում պատմաբան դառնանք։ Մասնագիտությունը որոշենք կամ գրականություն։ Իսկ դու միջև եթերի վրա դուք կորոշեք։ Որոշենք մենք բոլորս, այո։ Իսկ դուք ընկերասեր եք։ Այո։ Ինչ է նշանակում ընկերասեր։ Շատ ընկերներ ունենալ, ընկերներին միշտ օգնել, իրանց դժվար պահերին օգնել, ուրախ պահերին իրանց կողքին լինել եւ դժվար եւ ուրախ ու իրանց գաղտնիքները օրինակ ասել ու լավ ընկերներ գտնել։ Ոչ միայն սիրել ընկերներին, այլ պետք է իրենց վստահել, որ շատ վստահել պետք չի, բայց ամեն դեպքում նրանք քո կյանքում միշտ քո կողքին են եղել ու Ասեք, ով է ուզում ինչ ասել։ Ես կմաղթեի, որ ընկերները շատ ընկերասեր են ու նրանք ամեն դժվար պահին ինձ հասել են ու որ ես
ես կիսվել եմ նրանցից։ Ու ինքերները շատ ընկերասեր եղել։ Որ դու ընկերասեր ես։ Այո։ Բայց ինչի՞ ես փուչիկ ուզում ձեռքիցս խլես։ Չեմ խլում։ Չես խլում։ Խաղում ենք, չէ՞ մենք։ Շատ ընկերասերն ենք, այո։ Ես էլ եմ ընկերասեր։ Ինձ խնդրում եմ գույները սովորեցնեք երեխեք ջան, ես Քանի որ այս թողարկման ընթացքում Ռաֆը այո չես ճանաչում գույները, հիմա սա ինչ գույն է, նա շուտով կիմանա։ Սա կանաչ գույն է։ Սպիտակ։ Իսկ ով է ուզում այս սպիտակ փուչիկը լինի իրենը, հենց։ Ես։ Տեսնենք քանի Շատ ընկերասեր։ Այս փուչիկները ձերն է լինելու եթերի ավարտից հետո։ Այգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսի մտածելակերպ, այսպիսի աշխարհայաց եւ պատկերացումներ ունեն կյանքի մասին մեր բալիկները։ Այն որ ինչ ուզում եք դառնալ, թող Աստված իհարկե ձեզ համար կանաչ ճանապարհ գծի եւ դուք կարողանաք հասնել ձեր բոլոր նպատակներին։ Ապրեք միշտ լավ լինեք երեխեք ջան, իսկ դուք շարունակեք դիտել Ֆորտունա, մենք էլ տեսնենք գույները ոնց ենք սովորում։ Մի հատը սովորեցինք։ Եվ ձեզ ուրախ հունիսի 1 ենք մաղթում։ Շնորհակալ ենք հաջողություն։ Շնորհակալ դիտել Ֆորտունա։ Միշտ նոր հանդիպում, հա։ Նորից կարող ես ասել գործը։ Միշտ նոր հանդիպում։ Մենք որոշեցինք գորը դառնալու է հաղորդավար, վերջ։ Որակիչ ծիծաղով հաղորդավար։ Գիտես ինչ եմ մտածում, եւ գիտեք ինչ եմ մտածում հարկելի հեռուստատեղներ, ձեզ էլ ասեմ դուք էլ իմացեք, որ մինչեւ եթերի ավարտը ինձ թվում է այստեղ այլևս փուչիկ չի լինի, որտեղ ռաֆը բոլոր փուչիկները հետ խաղում է եւ բոլոր փուչիկները պայթում են։
Երեխաներն սպասում են փուչիկներին, եթերը ավարտեն, որպեսզի նվիրենք մեր փուչիկներին, այս փուչիկները։ Որով ամենասիրելի բանաստեղծությունը, որը մանկության տարիներից մինչև հիմա հիշում ես։ Մանկության տարիներից մինչև հիմա հիշում եմ, դա համ երգ էր, համ ոտանավոր չեմ ասում։ Պատրաստել ենք մենք նոր տարվա։ Դա դու մինչև հիմա երգում ես։ Հա, էդ էր, էլի կար։ Մեկ էլ մայրենիի գրքում էր։ Արեգը ուներ 4 խնձոր, 3-ը նվիրեց Տիգրանին, քանի խնձոր մնաց Արեգի մոտ։ Իսկ քանի խնձոր մնաց Արեգի մոտ։ 8։ Թայլում է։ Ես հիմա հաստատ վստահ եմ քո մաթեմատիկայի ուսուցչուհին գլուխը կախեց։ Ես ողջունում եմ իմ շատ սիրելի ընկեր Մկրտումյանին։ Բայց վստահ ենք նաև որ նա այդպես չի սովորացրել։ Չէ, ինքը սովորացել է, ես փոքրինչ սովորել եմ։ Փոքրինչ սովորած։ Ամենակարևորը դու այս ընթացքում կարող ես հաշվել, թե մենք քանի փուչիկ ունեինք ու քանի փուչիկ մնաց բայթերուց հետո։ Իսկ ես 10 փուչիկ ունենք այս պահին, բայց սկզբում ունեինք 15-ը։ Այո, իսկ ես ուզում եմ ասել հարգելի հեռուստատողներ, մենք արձակուրդ չենք գնում, որքան էլ որ ամառը մոտեցավ արդեն իսկ այսօրվանից իր լիազորությունների մեջ է մտնում, դա նշանակում է, որ մենք ձեզ խոստանում ենք հետաքրքիր եթերաշրջան եւ փորձելու ենք մենք այս տաղավարից ձեզ ուղարկել ամենատակ ու լուսավոր երեկոյի մաղթանքները հուսալով ու հավատալով, որ մեզ հետ իհարկե հետաքրքիր է։ Արի ողջույններ ուղարկենք նաեւ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող մեր հեռուստադիտողներին, ովքեր մեզ չեն դիտում ոչ միայն Վանաձորում, այլ նաեւ Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս, այո, հենց աշխարհի բոլոր անկյուններում, ովքեր դիտում են on-line ու offline հարթակներով։ Եվ կխնդրենք նաև մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, մեկնաբանություններում գրել, թե ինչպես անցավ հունիսի 1-ը, օրինակ, ձեր երկրում, հա։ Ինչ արեցիք ձեր բալիկի համար, ինչ տրամադրություններ, արդյոք կուզենայիք վերադառնալ Հայաստան, փոքրիկները ոնց են, պես։ Դու ինձ ինչու չես հարցնում, թե ես որ բանաստեղծությունն էի սիրում եւ փոքր էի։ Դու փոքր եղել ես։ Եղել ես փոքր։ Իսկ որ բանաստեղծությունն սիրում Անահիտը, կիմանանք այժմ Ֆորտունայի եթերում գով։ Այդպեսի լավ բան կար, չէ՞ որ միշտ այդ հետաքրքիր բան գովազդը մտնում են։ Այո։ Չէ, բայց մենք այդպեսի բան չենք գանի, կլսենք այն բանաստեղծությունը, որը Անահիտը շատ է սիրում մանկության տարիներից։ Փուչիկն գնդակն ընկավ սեղանի տակ մի օր Այդ ժամանակ գմփի ժամանակ ես չլսեցի արդեն, որովհետև կամած տեղն են գալիս։ Դե ինձ ելի բարեկամներ, ահա այսպեսին էր այսօրվա բացենյակը, ես հուսամ, որ դուք ժպիտներով լի եք հեռանում հեռուստաէկրաններից, չնայած կարող եք նաև չհեռանալ, որտեղ Ֆորտունայի եթերանթացքը շարունակում է։ Մենք հանդիպելու ենք արդեն մյուս շաբաթ եւ Կիրակի, շարունակեք դիտել Ֆորտունա եւ հիշեք, որ մենք ձեզ շատ ենք սիրում եւ ուղարկում ենք ոչ միայն օթային ամփույժներ, այլ նաև օթային փուչիկներ։ Տեսեք, ես մեկն էլ գմփում հիմա, չէ։ Լավ բրցանք, կհանդիպենք հաջորդ շաբաթ, երբ Կիրակի։ Այո, մնացեք մեզ հետ։ Բացվում է նոր մի օր, ընկերներիս բոլոր, ես ուղարկում եմ արևոտ իմ երգը նոր, որ միասին լսենք, հրաշքների սպասենք ու աշխարհին երգով իմ բարի օր ասենք։ Ինձ միացիր, սիրտդ բացիր, արևի մարտի ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արև կա վերջ, արևի եկիր, շպտա մեզ ու երկիր, մանկության պես ջերմ ձեռքերով մեզ կրկիր, people of the sun, we're always having fun, let me live in miracles, hey everyone, happy land of sun, your song is number one, let us sing it from birth and for everyone, մանուկներին բարի ասում են գերանի, ով աչքերում և ով պայծառ արև ունի, երջանկության համար ստեղծել ենք մի աշխարհ, որ մենք կյանքին, իսկ կյանքը մեզ շփում է վար։ Ինձ միացիր, սիրտդ բացիր, արևի մարտի ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արև կա վերջ, արևի եկիր, շպտա մեզ ու երկիր, մանկության պես ջերմ ձեռքերով մեզ կրկիր, արևի մարտի ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արև կա վերջ,
Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Դավ շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է Մարիա Բյութի սալոն, բազելի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։